Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսել շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք նրա արդեն երրորդ երգը, առաջի գլուխը։ Մենք տեսանք, որ Շուկադևը Գոսվամին ինքը այսպես գնաց հետ դեպի առաջի երգի իրադարձությունները եւս մեկ անգամ վերհիշեց բոլոր իրադարձությունները եւ հիմա հարցադրում է կատարում Ութավային, թե ինչպես են Տեր Շրի Կրիշնայի ցեղի տարբեր անդամները։ Մենք տեսეთ համապատասխան այն թվարկության, ինչպես որ Վիդորան ինքը հարցեր է տալիս, քննարկում ենք, թե այդ անձնավորությունները իրենք հոգևոր կյանքի մեջ ինչ սկզբունքների մարմնավորումներն են, որովհետև երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գալիս է մեր մոլորակ, ինքը այստեղ չի գալիս զվարճանալու համար։ Ինքը գալիս է նրա համար, որպեսզի մարդկությանը ինչ-որ գիտելիք տա, եւ դա գալիս է դրա համար, որպեսզի ինչ-որ բաներ բացատրի մեզ։ Այդ իմաստով բոլոր նրանք, ովքեր գալիս են իր հետ, իրանք մարմնավորում են ինչ-որ շատ կարևոր սկզբունքներ, որոնց երբ որ մենք հասկանում ենք, թե դա ինչ սկզբունքն է, հետևում ենք, թե այդ անձնավորությունը ինքը ինչպիսի կյանքով է ապրել, ինչ գործողություններ է կատարել, ապա մենք կարողանում ենք հասկանալ, թե տվյալ ուրեմն անձնավորությունը ինքը ինչի մարմնավորումն է եւ այդ սկզբունքը, որի մարմնավորումն է ինքը, ինչպես է գործում եւ ինչ արդյունքներ է տալիս։ Ուրեմն այդ իմաստով Վիդորան ինքը շարունակում է տալ հարցեր եւ այսօրվա մեր տեքստը դա 30-րդ տեքստն է, երրորդ Բհագավատամի երրորդ երգ, առաջի գլուխ, տեքստ 30։ Ով ազնվական, ամեն ինչ լավ է Սամբայի հետ, նա ճշգրտորեն նման է Տիրոջ ազնվորության որդու։ Իր նախորդ կյանքում նրան անվանել են Կարծիկեա եւ ծնվել էր Տեր Շիվայի կնոջից, իսկ այս կյանքում նա ծնվել է Ջամբավատի Կրիշնայի կանացից ամենաառաքինիի արգանդից։ Ուրեմն ունենք հաջորդ հերոսը, դա Սամբան է։ Ինչպես տեսանք, ասենք իր ծագումով Սամբան ինքը Տեր Շրի Կրիշնայի որդին է։ Երբ որ մենք խոսում ենք դրա մասին, որ ինքը Տեր Շրի Կրիշնայի որդին է, երբ որ այդ ամենը կատարվում է նյութական աշխարհում, ուրեմն մենք պետք է կարողանանք հասկանալ, թե ինչը ինչի հետ է միանում եւ ինչ պտուղ է տալիս, եւ այդ պտուղը ինքը ինչպիսի ուրեմն իրականացում է ունենում։ Այս իմաստով Սամբայի կերպարը ինքը բավականին բարդ կերպար է, չէ՞։ Ինքը բավականին բարդ կերպար է, որովհետեւ ինքը այսպես հակասական սկզբունքներ է իր մեջ պարունակում, որը եւ մենք հիմա մի թեթև այսօր կքննարկենք։ Ուրեմն ինչպես ես տեքստը ասվեց, Սամբան ինքը Տեր Շրի Կրիշնայի եւ նրա ամենաառաքինի կնոջ Ջամբավատի ուրեմն տղան էր։ Այստեղից մենք անմիջապես հասկանում ենք, Տեր Շրի Կրիշնան ինքը միշտ հիշում ենք, որ ինքը համընդհանուր վայելքի սկզբունքն է, միանում է ուրեմն բանի հետ, բարձրագույն առաքինության հետ եւ այդ ուրեմն հարաբերություններից ծնվում է Սամբան։ Ինքը Սամբա անունը, այսինքն ինչու են երեխային տվել Սամբա անունը։ Սա նշանակում է այդ ուրեմն վանկը, ինքը նշանակում է դա ով տիրապետում է, obладающий, հա, նա ով տիրապետում է, իսկ ամբա նշանակում է մայր։ Ամբան, ամբիկա, ամբան ինքը նաև մայր Դուրգայի անուններից մեկն է, հա, այսինքն եթե մենք բառացի ենք թարգմանում, ապա Սամբա նշանակում է նա ով ունի մայր կամ աստվածուհու տղա, հա, բայց մյուս կողմից Սամբայի անունը շատ հաճախ որպես այսպես էլի տրադիցիոն թարգմանություն բան է անվում, հասկացվում է այնպես, որ բան էլի ինքը տիրապետում է յուրահատուկ ուժի,
կամ յուրահատուկ էներգիայի, սանսկրիտ լեզվով դա կոչվում է շակտի, այսինքն երբ որ ազնվորությունը ինքը ինչ-որ մի զորություն ունի, որի միջոցով ինքը կարողանում է ինչ-որ կոնկրետ գործողություններ կատարել, հա? Մյուս կողմից մենք կարողանում ենք հասկանալ, որ սամբայի անունը ինքը ցույց է տալիս կենդանեակի մեջ այդ տղամարդկային եւ կանացի սկզբունքների միացությունը, հա, այսինքն բանականության եւ զգացմունքայնության։ Բայց մենք տեսնում ենք նաև, եթե մենք արդեն վերադառնում ենք այնտեղ, թե սամբան ինքը ինչ կյանքով է ապրել, ուրեմն կարողանում ենք հասկանալ, որ այդ տղամարդկային, այսինքն բանականության եւ էմոցիայի մեջ այդ հավասարակշռության սկզբունքը իր մոտ այդքան էլ իրականացված չէր, որովհետեւ ինքը իր մեջից այդ իր էմոցիոնալ բնությունը շատ հաճախ կարող էր արտահայտել որպես տարբեր տեսակի պրովոկացիաներ, որպես այսպես չղեկավարվող ակտիվություն։ Ինչու եմ ես դա ասում, որովհետև իրականում, տեսեք, ես ամենասկզբից, չէ, սկզբունքորեն շատ հաճախ քննարկում էի այդ թեման, որ աստվածամերժության դարաշրջանի շեմին պետք է վերացվեր արիական քաղաքակրթությունը, որ քանի դեռ մեր մոլորակի վրա ծաղկում էր արիացիների կայսրությունը, աստվածամերժության դարաշրջանը չէր կարող իրականալ։ Դուք կասեք, ինձ ինչու չէր կարող, չէ, որ դրսում արիական քաղաքակրթությունից դուրս, կայսրությունից դուրս կային աստվածամերժ պետություններ։ Հենց դրա մասին է խոսքը, որ աստվածամերժության դարաշրջանում պետք է չլինի աստվածակենտրոն պետություն, ելուր մնաց կայսրություն, այսինքն պետությունների մի ամբողջ միություն, հասկանում եք, եւ դա է պատճառը, որ այո, այսինքն դա աստվածակենտրոն դարաշրջանում էլ կան աստվածամերժ պետություններ, բայց իրենք կոչվում են աստվածակենտրոն, որովհետև հիմնական պետությունները իրենք միավորվում են որպես աստվածակենտրոն կայսրություն, հա, եւ աստվածամերժերը իրենք նույնպես հանգիստ գոյություն են ունենում մոլորակի վրա եւ բանաձևը ինքը միշտ միևնույնն է։ Կրոնական մարդիկ իրանք, եթե ունեն իրանց պետությունը, իրանք ոչ մի ոտնձգություններ չեն կատարում, ուրեմն աստվածամերժ պետությունների հանդեպ։ Աստվածամերժ ազնվորությունները միշտ պատերազմով գալիս են աստվածակենտրոն, ուրեմն պետության վրա։ Եվ դա է, որ անհրաժեշտություն է լինում, որ հոգևոր մարդիկ նույնպես լինեն զինված, չէ՞։ Եվ ուրեմն, սիրելիներս, այսինքն մենք կարողանում ենք հասկանալ, որ այն ուղղությունները, որոնք իրենք բռնությունից ազատ լինելու սկզբունքը հասկանում են այնպես, որ ազնվորությունը ինքը նույնիսկ պաշտպանվելու իրավունք չունի, այդ տեսությունը արիացիների կողմից ինքը չի պաշտպանվում։ Արիացիները իրենք պնդում են այն հանգամանքի վրա, որ մենք կարող ենք տեսնել, որ նյութական աշխարհում միշտ կա ագրեսիա, հա, եւ այդ ագրեսիան ինքը արտահայտվում է այնպես, որ իրենք միշտ ագրեսիվ էգոիստները հարձակվում են բնականաբար առաքինիների վրա, չէ, որովհետև ենթադրվում է, որ առաքինիները պետք է ավելի թույլ լինեն։ Եվ արիացիները իրենք ուղղակի հակառակն էին իրենց պահում, իրենք բավականին հզոր կայսրություն էին, եւ ես ամենասկզբում, երբ որ մենք նոր սկսում էինք մեր քննարկումները, մշտական դա ասում էի, որ տղամարդկանց արիական քաղաքակրթությունը հետաքրքրում է հենց այս տեսանկյունից։ Եվ ուրեմն այդ հոգեբանական հոգու մաքրագործման գործընթացները, բաները դրանք հիմնականում ոչ մեկին հետաքրքիր չեն։ Բոլորին հետաքրքիր է այն, որ արիացիները դրանք զինվորներ էին, որոնք իրենք անհաղթելի էին։ Եվ ունեին առավելություն, հա, դրա համար բոլորը ձգտում են, դու բոլորը չէ, բայց կան ազգեր, որոնք իրենք շատ ձգտում են հաստատել, որ իրենք ունեն արիական բնություն։ Եվ այդ եւ ինչպես մենք հիմա տեսնում ենք, այդ սրիկա
Գիտլերը, ես բոլորովին չեմ ամաչի այդպես կոպիտ խոսքեր ասեմ, հա, մենք տեսնում ենք, թե ինքը ինչպիսի գեղեցիկ գաղափարախոսությունը, ինչպիսի հեքիաթային կայսրությունը, ինչպիսի այլանդակ պիտակներ է կպցրել։ Եվ այո, ես ամենասկզբից ասել եմ, հայտարարել եմ, որ իմ նպատակներից մեկը նաև նա է, որպեսզի այդ ազնվազարմ ազնվորությունների, նրանց հասարակության վրայից մաքրվի այն կեղտը, որը այդ հասարակության վրա կպցրել է Գիտլերը, ես կարծում եմ, որ դա արվել է միտումնավոր եւ արվել է հենց այդ նույն նպատակով, երբ որ աստվածամերժերը իրենք ամեն ինչ անում են, որպեսզի խայտառակեն հոգևոր դաշտը։ Եվ դրա համար է, որ մեր ժամանակներում, երբ որ հայտնվում են լուրջ հոգևոր մարդիկ, պետությունների կարող ենք ասել, երևի թե ազգային անվտանգության ներկայացուցիչները, իրենք անմիջապես այդպիսի անձնավորությունների շուրջ գործողություններ են կատարում, որպեսզի ասենք քայքայեն ընտանիքը, որպեսզի շատ մեծ վնասների ենթարկեն երեխաներին, ինչի համար, որպեսզի հոգևոր մարդիկ իրենք Երևան որպես հասարակության ամենաայլանդակ ուրեմն բաները։ Իհարկե կարող ենք ասել, որ երբ որ անձնավորություն անհատականությունը ինքը չի կարող դիմադրել սիստեմային։ Եվ երբ որ սիստեման իր վրա կենտրոնանում է ինչ որ վնաս տալու համար, այդտեղ ես նույնիսկ դեռ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպիսի անձնավորություն պետք է լինես, որպեսզի կարողանաս դիմադրես, հատկապես երբ որ հասկանում ես, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը միշտ գործում է հետևյալ բանաձևով։ Նյութական աշխարհում ինքը ոչ մեկին չի խանգարում իրականացնել իրենց ցանկությունները։ Ինքը պատասխանատվության է ենթարկում վերջում։ Հասկանում եք։ Եվ ասենք այո, իհարկե, չարակամ ազնվորությունները իրենք կարող են աստվածակենտրոն մարդկանց առաջինը սկսում ենք այնտեղից, որ թույլ չեն տալիս, որպեսզի տեղի ունենա իրական աստվածակենտրոն պետություն, կրոնականությունը ինքը պետք է կրի ձևական, երբ որ ինքը ձևական է, բոլորի կողմից ընդունվում է, եւ մարդիկ իրենք այսպես այն մարդկանց, ովքեր որ խորասուզվում են կրոնի էության մեջ, համարում են, որ իրենք չափազանցնում են կրոնի ուրեմն կրոնականության մեջ գտնվելու իրենց իրենց մոտեցումները, չէ՞։ Եվ ուրեմն, սիրելիներս, մենք կարողանում ենք հասկանալ, որ այդ իմաստով, չէ, երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գալիս է նյութական աշխարհ, ինքը մեզ բազմաթիվ օրինակներ է ցույց տալիս, թե իրականում ինչ է, ինչպես է լինում, ինչից ինչ է ծնվում, այդ ինչ որ ծնվում է, ինքը իրան ինչպես է պահում, եւ այլն եւ այլն։ Ուրեմն մենք ձեզ հետ ես ասեցի, որ Սամբան ինքը շատ հետաքրքիր կերպար է, որովհետև գնացինք այնտեղ, որ արիական քաղաքավեր հիշեցինք, որ արիական քաղաքակրթությունը ինքը իրանով չէր կարող ոչնչանալ, որտեվ ահավոր ուժեղ էր, չէ՞։ Այսինքն ես միշտ ասում եմ, որ դրսից Գերագույն Աստծո անձնավորությունը չգտավ ոչ մի ուրեմն այդպիսի ուժ, որը կկարողանար կործանել իրական կրոնական դաշտը։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդտեղ շատ յուրահատուկ սիմվոլ է ցույց տալիս։ Ինքը ցույց է տալիս, որ իրական կրոնականությունը կարող է քայքայվել միայն ներսից։ Հա, միայն ներսից։ Հիմա ինչի շնորհիվ։ Մենք ուղղակի այդպես ասում ենք, Դրիտարաշտրան ինքը հոգևոր կուրության սկզբունքն էր եւ անցնում ենք առաջ, չէ՞։ Ուրեմն, այդ որ Դրիտարաշտրան ինքը հոգևոր կուրության սկզբունքն էր, դա նշանակում է, որ արիական քաղաքակրթության ներսում սկսում են ծնվել անձնավորություններ, որոնք իրենք այլևս հոգևորի էությամբ չեն հետաքրքրվում։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ իրենք չեն ոչնչացնում ինքը կառուցվածքը։ Այսինքն մնում են Աստծո տաճարները, մնում են հոգևորականները, որոնք իրենք ծիսակատարություններ են կատարում, բայց արդեն հասարակությունը հանդուրժում է
արատը, հա, ինքը սկզբում առաջի քայլով ինքը հանդուրժում է արատը, երկրորդ քայլով արատը ինքը սկսում է բազմանալ, ու երբ որ կրոնը ինքը արդեն այլևս բաղկացած չի անձնավորություններով, որոնք իրենք շահագրգռված են իրենց մաքրությամբ, ապա մենք ստանում ենք ձևական կրոն, եւ հոգևորի տեսանկյունից կույր անձնավորությունները, եթե արդեն ստեղծում են կրոնական դաշտ, այսպես կոչված, այդ կրոնական դաշտը լինում է հենց ձևական դաշտը։ Եվ այդ հանգամանքը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը չգտավ ոչ մեկի, ով կարող էր ոչնչացնել արյական կայսրությունը, եւ մի կողմից Դուրյոթանան եւ Դրիտարաշտրան իրանք բերեցին իրավիճակը քաղաքացիական պատերազմի։ Սա առաջի հարվածն էր, հա, որն էր այդ առաջի հարվածի իմաստը։ Այդ առաջի հարվածի իմաստը ինքը կայանում էր նրանում, որ վերացան, իրար ոչնչացրեցին արյական քաղաքակրթության ամենահզոր զինվորները, որոնց անունը այսպես օդի մեջ հնչելուց արդեն բավական էր, որպեսզի ոչ մեկի մտքով չանցներ պատերազմով գալ արյական քաղաքակայսրության վրա։ Այդ բոլորը, այսինքն առաջի հերթին վերացավ ինքը ֆիզիկական, այսինքն ռազմական հզորությունը, պետությունը, ովքեր որ պահպանում էին պետությունը, այսինքն կայսրության սահմանները, հա, առաջին հերթին դրանք, եւ իրանք իրանց ոչնչացրեցին։ Երբ որ այդ հիմնական քոքերը իրանք ուրեմն սպանվեցին, չէ, իշխանությունը ինքը անցավ բանդամներին, բայց բանդամները իրենք արդեն հասկանում էին, որ դարաշրջան է փոխվում, մենք տեսանք, որ Յութիշթիրան ինքը հենց այդպես էլ գնահատեց, երբ որ նայեց սիմպտոմները, որտեղ ամենակարևոր սիմպտոմը, որը ինքը նկատեց, դա նա էր, որ իրենք ամեն ինչ անում են ինչպես արել են առաջ, եւ ստանում էին առաքինի կենդանեակների ծնունդ, հիմա այդ նույն ծիսակատարությունները կատարվում են, բայց ծնվում են արատավոր մարդիկ։ Եվ Յութիշթիրան հասկացավ, որ վсё, այսինքն զոհագործությունների իրանք դադարել են աշխատել, դադարել են տալ, կորցրել են իրենց արդյունավետությունը, չէ, եւ մենք շատ ենք խոսել առաջի երկում դրա մասին, որ իրականում երբ որ մարդկությունը ինքը համառություն է անում եւ ոչ մի կերպ չի ուզում նկատել ինչ որ ճշմարտություններ, որոնք իրանք տեղի ունեն, ասենք ժամանակի հետ կապված, չէ, որ օրինակի համար ասենք, ոչ մեկ չի ուզում նկատել, որ ինչ որ գործողություններ կա, որը ամբողջ մարդկությունը ինքը շարունակում է կատարել, բայց այդ գործողությունները այլևս չեն տալիս այն արդյունքը, որը տալիս էին միգուցե սկզբում կամ առաջներում, այսպես ասենք, էլի, հասկանում եք, եւ այդ ժամանակ միշտ այդ դարաշրջանի փոփոխությունը ինքը տեղի ունենում առնահեղության շնորհիվ։ Հասկանում եք, ինչպես ասենք, արյական քաղաքակրթությունը առնահեղության շնորհիվ զիջեց իր դիրքերը, որպեսզի մտնի աստվածամերժության դարաշրջանը։ Հետո հեթանոս աշխարհը ինքը դիմադրեց նոր գաղափարների, ուրեմն առնահեղության միջոցով ամբողջ քաղաքակրթությունը, ամբողջ հեթանոս աշխարհը ինքը փլատակներ դարձավ։ Եկավ, ասենք, քրիստոնեությունը, մուսուլմանությունը։ Հիմա այս պահին փոխվել է արդեն 2000 տարին մեկ փոխվում է բանը, չէ, կենդանակերպը։ Եվ այն 2000 թվականից կենդանակերպը փոխվել է։ Ձկից անցել ենք ջրհոսի կենդանակերպի մեջ, չէ, եւ ասված է, որ այդ դարաշրջանը ինքը տեխնոլոգիական ուրեմն բաների տեխնիկական պրոգրեսի բանն է, ասենք դարաշրջան է, որտեղ շատ ուժեղ զարգացած է լինելու գիտությունը, ինչպես տեսնում ենք դա հենց այդպես էլ կա, եւ այսինքն աշխարհը ինքը գնում է դեպի թվային աշխարհ, չէ, եւ ասենք մյուս կողմից ասվում է, որ կրոնականությունը ինքը լինելու է ինտելեկտուալների կրոնականություն։ Այսինքն այսուհետ այլևս կրոնականությունը ինքը չի կարող լինել հենված ուղղակի կույր հավատի վրա, որը ինքը ծնում էր ֆանատիզմ։
հա, այսինքն ծնվելու են այնպիսի կենդանիակներ, որոնք իրենք ընդունելու են կրոնը միայն եւ միայն այն դեպքում, երբ որ կստանան բավականաչափ արգումենտներ։ Տեսեք, հիմա այդ փոխանցումը, չէ, ինքը կարող է տեղի ունենալ, այսպես բան, սահուն, եթե մարդկությունը ինքը ինչ-որ մի կարգի բանականություն ցուցաբերի, չէ՞, կամ ասենք այ կսկսվի այդ process-ը, որ կսկսեն ծնվել այնպիսի անձնավորություններ, որոնք ուղղակի ինքնըստինքյան, այսպես էլի, ոնց որ խաղաղ կերպով կառհամարեն բոլոր այն կրոնականությունները, որոնք, ասենք, այդ սենտիմենտի, հավատի, չարաշահման, չգիտեմ ինչ, այդ ամեն ինչի որ մենք գիտենք այդ ամեն ինչի մասին, հա, ուղղակի կառհամարեն եւ կսկսեն ամենասկզբից ընդունել այնպիսի գաղափարախոսություններ կրոնական, որոնք իրենք արգումենտացիա ունեն իրենց մեջ, որոնք հենված են գիտելիքի վրա, որտեղ այդպիսի ազնվորություններ իրանք հակում ունեն դեպի գիտելիքը, այն ջրհոսի մեջ ծնվող կենդանիակներ իրանք հակում ունեն դեպի գիտելիքը, չէ՞, եւ իրանք ոչ մի սենտիմենտալ բան չեն սիրում ընդունել։ Եվ երբ որ կսկսեն ծնվել այդ 2000 տարվա բնորոշ կենդանիակներ, ինչ որ սահուն անցում կլինի։ Եթե այդ սահուն անցումը չեղավ, եւ ասենք հինը ինքը այսպես կատաղի սկսեց դիմադրել, նորից կլինի հերթական առնահեղությունը մարդկության համար եւ հերթական քաղաքակրթություններ ուղղակի կանցնեն կդառնան փլատակներ, ինչպես որ դա դարձել է հեթանոս աշխարհը, ինչպես միջև դա դարձել է արիական քաղաքակրթությունը եւ այլն, չէ՞։ Հիմա տեսեք սիրելիներս, ուրեմն ինչու եմ այս ամեն ինչին անդրադառնում, որովհետև ուրեմն քաղաքացիական պատերազմի ժամանակ վերացան բաները, շատ հզոր զինվորները։ Դրանից հետո Տեր Շրի Կրիշնան ինքը, երբ որ արդեն պանդավները գնացին եւ այլն, ուրեմն Տեր Շրի Կրիշնան ինքը չէ, պանդավները դեռ կային, կներեք։ Տեր Շրի Կրիշնան ինքը տեսավ, որ հիմա ուրեմն մնացել է իրա ցեղը, այն ցեղը, որի մեջ ինքը հայտնվել է, մնացել է այդ ցեղը, հիմա իսկ ինչպես կարելի է ոչնչացնել այդ ցեղին։ Եվ այստեղ ես նորից եմ կրկնում, Գերագույն Աստծո անձնավորությունը, երբ որ ինքը եկել էր իր այդ բոլոր մտերմիկ, ուրեմն նվիրալների միջոցով, բանով, բոլոր մտերմիկ նվիրալների հետ, ինքը թույլ չէր տա, հասկանում եք, որպեսզի որևիցե ընդհանրապես նյութական աշխարհի բնակիչ, կոպիտ ասած, մատի ծայրով կպնի այդ հոգևոր կենդանիակներին։ Դրա համար իրանք իրանցով եկել էին, իրանք իրանցով պիտի վերադառնային, բայց երբ որ իրանք իրանցով եկել էին, իրենք շատ հզոր էին, եւ իրանց ոչ մեկ չէր կարող ոչնչացնել, այդ տեսանկյունից ենք նայում, էլի։ Եվ երբ որ Տեր Շրի Կրիշնան ինքը հասկացավ, որ հիմա էլ յադուները պիտի գնան, որպեսզի աստվածամերժության դարաշրջանը ինքը իրականացվի, չէ, ինքը օգտագործեց իր որդուն Սամբային, որը ինքը, ինչպես այստեղ ասվեց, չէ, ինքը ուրեմն բան է, անցյալ կյանքում եղել է Կարծիկեա։ Մենք ձեզ հետ մի թեթև Կարծիկեայի թեման արդեն քննարկել ենք, երբ որ խոսում էինք Տարակա օձի մասին, չէ՞։ Ուրեմն, երբ որ խոսում էինք Տարակա օձի մասին, մենք այդտեղ ձեզ հետ քննարկեցինք Կարծիկեայի ծնունդը, թե նա ով է եղել, ինչ է եղել, բայց հիմա արդեն մի փոքր ուրեմն անդրադառնանք նորից Կարծիկեային, մի քիչ ավելի խորը եւ մի քիչ ավելի այլ տեսանկյունից։ Ինչու համար, որովհետեւ իրականում Տեր Շրի Կրիշնան ինքը Սամբային օգտագործեց այսպես։ Մի օր յադուները իրենք հավաքվել էին ինչ որ առիթով, հա, կարևոր չի ինչ, հավաքվել էին ինչ որ առիթով եւ ուրեմն այնտեղ օգտագործել էին բան, ասեք, բրինձից պատրաստված ուրեմն ինչ որ ըմպելիք։ Եվ մի թեթև բան էին եղել, գինովցել էին, եթե կարելի ճիշտ եմ ասում բառը, հա։ Եվ այդ ժամանակ ուրեմն Սամբան ինքը, այսպես որպես հանակ,
տրամադրություն ունեցավ փորձարկի արիական քաղաքակրթության բրահմաններին, այսինքն ինչպես փորձարկի, այսպես ջահելներով նստեցին, ի բան արեցին, դες հանակով չէ, ջահելները շատ են, չէ, այդպիսի բաներ անում մեր դարաշրջանում էլ էլի, որ ասենք օրինակի համար ասենք, հիմա թեման որն էր, բրահմանները արիական քաղաքակրթության մեջ հայտնի են որպես անսխալական անձնավորություններ։ Հիմա Սամբան ինքը առաջարկեց փորձել բրահմանների անսխալականությունը։ Ինչ արեց ինքը։ Ինքը ուրեմն իր փորի վրա այնպիսի բան դրեց, կանացի շոր հագավ, դրեց ինչ-որ մի բան, որտեղ շատ գեղեցիկ էր, հանգիստ կարող էր կնոջ տեղ անցնել, հա, եւ հղի կնոջ կերպարանքով կանգնեց բրահմանների առաջ, խոնարհվեց իրանց եւ այսպես խոնարհ հարցրեց, որ ես ձեզանից օրհնություն եմ խնդրում եմ, եթե կարելի է, ասեք ինձ, ես ինչ երեխա եմ ունենալու, տղա թե աղջիկ։ Հասկանում եք, եւ այդ հանդգնությունը, որով ինքը վարվեց ուրեմն բանի հետ, սրբերի հետ, սրբերը դրան ուղակի փոխարեն պատասխան տան, ուղակի անիծեցին։ Հա, եւ այդ անեծքը ինքը իր մեջ պարունակեց այդ երևույթը, որ յադուները իրանք խմեցին, հա, հարբեցին եւ իրանք իրանց կռվեցին իրար հետ եւ իրանք իրանց ոչնչացրեցին։ Всё, չմնաց յադուներ։ Հասկանում եք։ Եվ այս տեսանկյունից, չէ, արդեն հասկանում ենք, չէ, որ Սամբայի կերպարը ինքը շատ հետաքրքիր կերպար է, որովհետեւ այդ շաբլոնի բան է, չէ, այստեղ խախտում է տեղի ունենում։ Մենք սովորաբար գիտենք, որ այն ամենը, ինչ որ կապված է Գերագույն Աստծո ազնվորության հետ, կարող է ունենալ միայն այսպիսի տեսք։ Հա, այսինքն սրբի պատկերացումները մեր, հասկանում եք, իսկ մենք այստեղ տեսնում ենք, որ Գերագույն Աստծո անձնավորության եւ Վիդուրանիքը հատկապես նշեց ամենաբարոյական կնոջ Տեր Շիկրիշնայի ուրեմն երեխան եղավ Սամբան։ Հասկանում եք, եւ մենք հասկանում ենք, որ ուրեմն այս կերպարի պահելաձևը ինքը շատ այսպես հակասական զգացմունքներ է առաջացնում, չէ, որովհետև այդպես մի կողմից ինքը Աստծո որդի էր, հա, իսկ մյուս կողմից ինքը վիրավորանք հասցրեց սրբերին, բավականին լկտի ձևով վիրավորանք հասցրեց, եւ դա դարձավ պատճառ, որ յադուցեղը ինքը վերացավ։ Ինչպիսին դեր Սամբան։ Սամբան ինքը, ինչպես ես արդեն ասեցի, շատ գեղեցիկ տղամարդ էր, հա, ինքը այսպես շատ համարձակ էր, բայց եւ դերսկի հանդուգն, հա, մի րոպե, կներեք, պիտի նայեմ, չեմ կարող չնայեմ։ Լկտի, կոպիտ խոսք է շատ, հա, բայց համել էսպես էլի, ինքը կարող էր ասենք լինել շատ լկտի, կարող էր լինել, որտեղ դա իրական լկտիություն էր սրբերի հետ այդպես վարվել է իրականում, հա, եւ ինքը ուներ հակում պրովոկացիաների, իսկ ինչ որ տեղերում կարող էր իրան թույլ տար անհարգալից վերաբերմունք ավագների հանդեպ, որը մենք արդեն ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, թե դա ինչպիսի նշանակություն ուներ ընդհանրապես արիական քաղաքակրթության համար այդ հարգանքը մեծերի հանդեպ, ինչու, որովհետև արիական քաղաքակրթության մեջ մենք դա մի քանի անգամ քննարկել ենք, չէ, որ մեծահասակները իրենք այնպիսի կյանք էին ապրել, բոլոր տեսանկյունից այնպիսի կայացած ազնվորություններ էին, հասկանում եք, որ ընդհանրապես հնարավոր չէր, որ այդպիսի ազնվորություններին ինչ-որ անհարգալից վերաբերվեիր, իսկ Սամբան ինքը այդպիսի հակում ուներ, չէ, հիմա մենք ձեզ ուրեմն բանը եւ պետք է հասկանանք, թե ասենք սա ընդհանրապես ինչ կերպար է, չէ, երբ որ մենք տեսնում ենք նրա պահվածքը,
մենք ուրեմն հասկանում ենք, որ սա մի սկզբունք է կամ մի անձնավորություն է, որը ինքը ստացել է օրհնություն կամ ստացել է հնարավորություն լինել ճշմարտության կողքը։ Հասկանում եք, բայց այդ ճշմարտության կողքը լինելով հանդերձ ցուցադրել Իսրայելիստ հոգևոր ոչ հասունություն։ Հասկանում եք, որտեղ տեսեք, ասենք, եթե մենք հասկանում ենք, թե դա ինչ է նշանակում, որ Սամբան ինքը Կրիշնայի որդին էր, չէ՞, դա նշանակում է, որ ինքը մեծացել էր այնպիսի ազնվորությունների շրջապատում, չէ, ինչպիսին էր հենց ինքը Տեր Կրիշնան, իր վերին աստիճանի բարոյական մայրը, Տեր Բալարաման ու Թավան եւ մնացածը, այսինքն Գերագույն Աստծո անձնավորության ամենամտերմիկ անձնավորությունների շրջապատում էր ինքը մեծացել, չէ՞, բայց իր պահվածքի մեջ մենք տեսնում ենք, որ ինքը չէր ժառանգե ոչ Տեր Կրիշնայի բնությունը, ոչ իր մոր բնությունը եւ ոչ էլ արդեն այնտեղ, որտեղ ինքը կարող էր դաստիարակվել, այսինքն այն մնացած ազնվորություն, ասենք, ինչ-որ որակներ տեղափոխվում են մորից հորից, չէ՞, այսինքն ինքը չէր ժառանգե իր ծնողների բնությունը, բայց եւ չէր էլ կրել ազդեցություն նրանցից, ովքեր որ կարող էին դաստիարակել իրան, հասկանում եք, այսինքն այդ հասունությունը ինքը չուներ, այսինքն ինքը այնպիսի նվիրալի կերպար է, որը ինքը գտնվում է, ոնց ասեմ, որ ինքը գտնվում է ճշմարտության կողքը, հասկանում եք, բայց այդ ճշմարտության խորությունը չի ընկալել, չէ՞, եւ ասենք այդ դա ինքը շատ նման է, չէ՞, ձևական կրոնականությանը, որ ասենք այ անձնավորությունը ինքը կարող է օրինակ համարել իրեն քրիստոնյա, տանը ունենալ ավետարանի նույնիսկ այսպես էլի բոլոր հրատարակությունները, բայց կյանքի ընթացքում այդ ճշմարտության կողքն է գտնվում, բայց կյանքի ընթացքում ոչ մի անգամ չբացի, որպեսզի խորանա, հասկանում եք, այդ ճշմարտության, այդ խորանա այդ ճշմարտության մեջ։ Եվ Սամբան ինքը հենց այդպիսի հոգևոր մարդու մարմնավորումն է, որը տվյալ դեպքում գտնվում էր արեական ճշմարտության հենց կողքը, այդ Գերագույն Աստծո անձնավորությունը իր հայրն էր, դրանից այն կողմ ավելի կողք չի կարող լինել, չէ՞, եւ սա շատ կարեւոր օրինակ է, որ կարելի է, այսպես է, չգիտեմ, էլի Գերագույն Աստծո անձնավորության մեջ լինել, այսպես պայմանականորեն ասած, հասկանում եք, բայց այդպես էլ ընդհանրապես չընկալել ոչ մի բան իրանց վերաբերվող ճշմարտությունների հետ կապված, հասկանում եք, այսինքն ինքը ճշմարտության կողքն էր, բայց ճշմարտության խորությունը չէր նիվպիտալ, չէր վերցրել իր մեջ, էլի, հասկանում եք, եւ դրա համար ինքը միշտ այդպես էլի, այն որ ասում են կրակի հետ էր խաղալում ու չէր հասկանում, թե դա ինչի կարող է բերել, չէ՞։ Այսինքն մի կողմից Սամբա բառը ինքը նշանակում էր ուժ, չէ՞, շակցի, այսինքն հնարավորություն։ Եվ դա նշանակում է, որ Սամբան ինքը մի կողմից ինքը բան էր, էլի, ինչ որ մի հզորության էր տիրապետում, բայց ինքը չէր գիտակցում, իմպուլսիվ էր այդ հզորությունը, ինքը չէր գիտակցում, թե ինչպիսի հետևությունների կարող է այդ ուժը իրան բերի, եթե ինքը սխալ է կիրառվում, հասկանում եք, այսինքն ինքը իր մեջի հնարավորությունները չէր օգտագործում որպես ծառայություն, եւ հենց այդ իր բնությունը Տեր Կրիշնան ինքը օգտագործեց, որպեսզի կոնֆլիկտային սիտուացիա ստեղծի, որ ինչի համար, որ սրբերը անիծեն յադուներին, որպեսզի իրանք էլ վերանան, որ արդեն աստվածամեժության դարաշրջանը լիարժեք մտնի իր իրավունքների մեջ։ Հասկանում եք։ Այսինքն Սամբան ինքը ուներ շատ ուժ, ուներ շատ հմայք, ինքը շատ ակտիվ էր, հա,
բայց բոլորովին չէր կարողանում հասկանալ, երբ որ ինչ-որ գործողություններ էր անում, չէր կարողանում հասկանալ, թե ինչ հետևանքներ են գալու դրա շնորհիվ։ Չէ՞։ Հասկանում եք։ Եվ սա ինքը շատ նման, եւ տեսեք, դա տեղի է ունեցել գինովցած վիճակում։ Դրա համար է, որ երբ որ Պրաբհուպադը ինքը աշխատում է Կալի Յուգայում աստվածամեժության դարաշրջանում ապրող կենդանիներին պոկի նյութական այդ դարաշրջանից, չէ, 4 սկզբունքների մեջ անպայման մտնում է ինտոքսիկացիաներից հրաժարվելը։ Հասկանում եք, որտեվ քանի դեռ մարդը ինքը ինտոքսիկացիաներ է օգտագործում, այսինքն բթացնում է իր բանականությունը, ինքը չի կարողանալու։ Հասկանում եք, ինքը չի կարողանալու, եթե նույնիսկ ինքը կոպիտ ասած կարդա կամ լսի ճշմարտությունը, ինքը չի կարողանալու այդ ճշմարտության տրամադրությունների մեջ խորասուզվի եւ հետևի։ Հա, եւ տեսեք հիմա։ Թվում է, որ տեղի ունեցավ անարդարություն։ Այսինքն յադ ու ցեղը, ընդհանուր ցեղը, որը այդ անեցքի պատճառով ինքը իրան ոչնչացրեց, չէ՞։ Ուրեմն այդտեղ շատ մեծ անձնավորություններ կային, որոնք իրենք շատ նվիրված էին եւ հոգեվորին, եւ Տեր Կրիշնային եւ այլն, չէ՞։ Եվ հենց այդ դա, որ Սամբան ինքը ինչ որ մի հատ էսպիսի անպատասխանատու արարք վարեց, որ մթոմ հանակ է անում, որպեսի փորձի տեսնի, թե բրահմանները իրանք կգուշակեն, որ ինքը հղիկին չի, հասկանում եք, չէ՞։ Եվ այդպիսի մի հատ անզգուշ արարքը, այդ անհարգալից անհարգանքի էներգիան, այսպես ասեմ, էլի, ինքը կարողացավ դառնա շատ մեծ հոգիների, ուրեմն կործանման պատճառ։ Հասկանում եք։ Եվ սա հենց դա է, որ այդ հոգեբանական ասպեկտը, որը մարմնավորում է Սամբան, դա չղեկավարվող հոգևոր ուժն է։ Մարդ, որը ինքը ունի, եթե նոր ժամանակակից լեզվով ասենք, մարդ, որը ինքը ունի խարիզմա, որը ունի գեղեցկություն, որը ունի ուժ, հա, բայց չունի ճիշտ ուղղվածություն։ Հա, ինքը կարող է հրապուրել, ինքը կարող է վդախնավլյաց, ինքը կարող է ոգեշնչել, հա, բայց այս է, ինքը չի սիրում դիսցիպլինան, այսինքն ճիշտ պահվածքը։ Հասկանում եք, որտեվ այն հոգևոր մարդիկ, որոնք իրենք իրանց ներսում ունեն այդ դիսցիպլինայի հանդեպ, այսինքն հոգևորի մեջ իրանք դիսցիպլինա են ընդունում, ինչ-որ կուլտուրա են ընդունում պահվածքի, հա, դա միշտ խոսում է նրա մասին, որ իրանք ունեն խոնարհություն։ Իսկ Սամբան ինքը այդ խոնարհությունը չուներ։ Հասկանում եք։ Եվ եթե մենք արդեն խոսում ենք սրտի մաքրագործման տեսանկյունից, չէ, ապա մենք պետք է հասկանանք, որ ուրեմն պատկերավոր ասած, ամեն մի անձնավորություն ինքը իր մեջ կարող է ունենալ իր Սամբան։ Ինչով է դա արտահայտվում։ Դա արտահայտվում է նրանով, որ անձնավորությունը ինքը գործում է իր սեփական ոգեշնչման հիմքի վրա, հա, ինքը արհամարում է սուրբ գրվածքների հրահանգները, շատ հաճախ նույնիսկ համարում է իրան ավելի բարձր, քան հոգևոր ուսուցիչը։ Հասկանում եք, եւ կարող է իրան թույլ տալ իր պայմանավորված վիճակից գնահատել հոգևոր ուսուցչին, որը ինքը բացարձակ տրանսցենդենտալ է, եւ նրա գործողությունները գիտեն, նրա գործողությունների տրամաբանությունը գիտեն միայն Աստված, որովհետեւ ինքը հենց Աստծո կամքն է կատարում, հա, եւ իր նման տրանսցենդենտալիստները,
որոնք կարողանում են հասկանալ, որ այս մարդը, այս անձնավորությունը ինքը բացարձակապես նյութական էներգիայի ազդեցության տակ չի գտնվում եւ ինչպիսի իրադարձությունների մեջ էլ ուզում է հայտնվի, ինքը կատարում է գերագույն աստվածավորության կամքով այն դերը, որը իրեն նախասահմանված է։ Հասկանում եք։ Եվ մյուսը, որը ինքը այդ սամբայի լկտիության բանն է, սկզբունքն է, դա նա է, երբ որ անձնավորությունը ինքը մտածում է, որ եթե արդեն ինքը կրոնի մեջ է, այսինքն Աստված իր կողքն է, ապա ինքը կարող է իրեն ինչ ուզում է թույլ տա։ Ինչպես դա արեց Սամբան։ Հասկանում եք, որտեղ մենք այստեղ տեսնում ենք, էլի, իր լկտիությունը ինքը հենց դրանով էր։ Հասկանում եք, այսինքն, տեսեք, Տեր Քրիստոսի բոլոր մնացած տղաների հոգեբանական հիմքը ինքը կայանում էր մի շատ կարևոր գաղափարի մեջ։ Ընդհանրապես դա նյութական աշխարհում էլ է այդպես, չէ՞, որ ասենք ինչ որ մի հարգարժան ընտանիքում կարող են ծնվել երկու տեսակի երեխաներ։ Մեկը դա դրանք են, ովքեր որ իրենք ամեն ինչ անում են, այսինքն ունեն պատվի զգացում, արժանապատվության զգացում եւ հարգանք իրենց արժանապատիվ ապրած ծնողների հանդեպ, չէ՞, որտեղ իրենք ինչ են անում, իրենք աշխատում են լինել այնպիսինը, որպեսի չխայտարակեն իրենց ծնողներին եւ ունեն այդ հարցում շատ մեծ պատասխանատվության զգացում։ Եվ հենց այդ նույն ընտանիքում կարող է լինել այնպիսի երեխա, որը ինքը անում է ուղակի հակառակը, չէ՞, ինքը հպարտանում է իր ծննդով եւ իրականացնում է իր արատավոր բնությունը, օգտվելով իր ծնողների լավ համբավից եւ խայտարակում իր ծնողներին։ Չէ՞, հիմա եթե մենք նայում ենք օրինակի տեսանկյունից, ապա Սամբան ինքը հենց այդպիսի օրինակ էր ցույց տալիս, որ կարելի է լինել, պատկերավոր ասած, գերագույն Աստծո ազնվորության տղան եւ ունենալ լկտի պահվածք հենց դրա հիմքի վրա, որ ես Աստծո որդին եմ։ Դա նշանակում է ինձ ամեն ինչ կարելի է եւ կարելի է հանակներ անել այնտեղ, որտեղ պիտի հարգանք ցույց տաս, կարելի է լկտի պահվածք ունենալ հարգարժան ազնվորությունների հանդեպ, հա, ինչ ասես կարելի է քեզ թույլ տալ։ Հասկանում եք։ Հիմա սա իմաստի եւ օրինակի տեսանկյունից, չէ՞, բայց երբ որ մենք արդեն, եթե օրինակ Բաղավատամը հիմա մենք նայենք իր երրորդ շերտով, չէ, այսինքն այդ մաքուր հոգեվոր շերտով, ապա մենք կարող ենք հասկանալ եւ այստեղ դա է կարևորը, էլի, որ տեսեք հիմա ես ձեզ պատմեցի, թե ինչքան վատ պահեց իրան Սամբան։ Բայց դուք նկատեցիք, ինչպիսի նախադասությամբ ընդհանրապես Վիդուրան ինքը սկսեց Սամբայի մասին խոսել, հա? Ինքը ինչ ասեց։ Կներեք, ես մի հատ տեքստը նորից բացեմ, հա, փակել էի։ Միրով է, հեսա, ահա։ Հա, ինքը ասեց. ով ազնվական, այդ որ ինքը այս պահին բանին Ութավային դիմում է որպես ազնվական, դա նույնպես պատահական չի, չէ՞, ասեք, թող ինքը այդ ազնվականով իրան դիմեր մի տեքստ առաջ կամ մի տեքստ հետո, բայց ինքը հիմա խոսում է մի ազնվորության մասին, որը այդքան վատ է իրան պահել եւ ասում է Ութավային, ով ազնվական, այսինքն բլագարոդն է, հա? Ինքը դիմում է Ութավայի այդ բնությանը եւ դրանից հետո իմանալով հանդերձ թե Սամբան ինքը ուրեմն բանելի ինչ գործողություններ պիտի անի կամ արել է արդեն, հա, ինքը այդ է հասնում, ասում է ինչ ամեն ինչ լավ է Սամբայի մոտ։ Մի կողմից մենք կարող ենք հասկանալ, որ ինքը անհանգստացած է, որ բանելի կարող էր եւ լավ չլինել, չէ, կարող եք այդպես էլ քննեք, բացի că այդ նույն հարցը տալիս է բոլորի հանդեպ, չէ, եւ ուրեմն ինքը ասեց, դա ճշգրտորեն նման է Տիրոջ ազնվորության որդու։ Հա, հիմա ինչի համար։ Այստեղ մենք արդեն պիտի գնանք իր անցյալի մեջ, որպեսզի հասկանանք,
որ ինքը դեր է կատարում, հա։ Ուրեմն ինքը ասեց իր նախորդ կյանքում, այսինքն ինքը հիշեցրեց Սամբայի նախորդ կյանքը։ Ինքը ասեց իր նախորդ կյանքում նրան անվանել են Կարտիկեա, ով ծնվել է Տեր Շիվայի կնոջից։ Իսկ այս կյանքում նա ծնվել է Ջամբավատիից, չէ՞։ Հիմա տեսեք ուրեմն, ինչու են շեշտում հենց մորը։ Ընդհանրապես արիացիները իրենք ասում էին, որ հորից երեխան ինքը բան է անում, ժառանգում է ուժը եւ սերը, որովհետեւ դա բնական է, չէ, որովհետեւ տղամարդու մոտ է գտնվում եւ X եւ Y խրոմոսոմը, չէ։ Կինը այդպիսի հնարավորություն չունի։ Այսինքն դա տղամարդուց է կախված, թե իր մեջ որ խրոմոսոմն է ավելի ակտիվ, ավելի ուժեղ։ Հասկանում եք, եւ որը կմիանա կնոջ խրոմոսոմի հետ։ Հիմա, այսինքն սերը եւ ուժը կախված է տղամարդուց։ Իսկ որակները, արիացիները համարում էին, որ որակների համար պատասխանատու է կինը։ Հիմա Սամբան ինքը այդպիսի վատ արարք էր կատարել, որը դարձավ պատճառ, որ յադուները իրանք ոչնչացրեցին։ Բայց Վիդուրան ինքը հատուկ նշում է, որ Սամբան ինքը ծնվել է այս կյանքում Տեր Շրի Կրիշնայի ամենաբարոյական կնոջից, իսկ անցյալ կյանքում Տեր Շիվայի կնոջից։ Այսինքն հիմա, տեսեք, մենք եթե վերցնենք, որ Սամբան ինքը ուղակի լկտի էր, հա, դա կստացվի, որ ինքը մի անձնավորություն էր, որը ծնվելով Տեր Շիվայի եւ Դուրգայի տղան կատարել է ինչ-որ մի ֆունկցիա, հետո այնպիսի զարգացում է ունեցել, որ ծնվել է Տեր Շրի Կրիշնայի, որպես Տեր Շրի Կրիշնայի որդի իր խաղերի մեջ, հա, բայց համ էլ այդպիսի դեգրադացիայի որակներ է ցույց տվել։ Այստեղ է որ Վիդուրան ինքը պատահական չհիշացրեց, որ ինքը անցյալ կյանքից Կարտիկեան է, հա, եւ այստեղ մենք անցյալ անգամ ուղակի խոսեցինք նրա մասին, որ Կարտիկեան դա մի անձնավորություն էր, դա Տեր Շիվայի այն որդին էր, որին տրված էր ուրեմն բան անել, ոչնչացնել, ասեք, որին տրված էր ոչնչացնել Տարակա օծին, հա, եթե հիշում եք, մենք անցյալ անգամ քննարկեցինք այդ հանգամանքը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բան է, կներեք, որ այդ Տարական ինքը օրհնություն էր ստացել, չէ, ինքը օրհնություն էր ստացել, որ իրան կարող է սպանել միայն Տեր Շիվայի որդին։ Եվ այդ որ ինքը իրան կարող է սպանել միայն Տեր Շիվայի որդին, չէ, դա նշանակում է, որ այդ Տարական ինքը այնպիսի բաներ ուզել, օրհնություն էր ուզել, որը հնարավոր չի, որտեղ Տեր Շիվան այդ պահին ինքը բացարձակ հրաժարման մեջ նստած անձնավորություն էր։ Եվ ոչ մի որդու մասին անգամ խոսք լինել չէր կարող, չէ՞։ Ուրեմն այստեղ ինչի մասին էր խոսքը։ Այ խոսքը դրա մասին, որ այդ թե ինչի մասին էր խոսքը, շատ կարևոր է, որպեսզի մենք հիմա կարողանանք քննարկել եւ հասկանալ։ Ուրեմն առաջի բանը, որը մենք հասկանում ենք, որ Տարական, չէ, ինքը այնպիսի սրտի կեղտոտվածություն էր, որը շատ կարևոր էր, որպեսզի ինքը վերանա։ Ինչու համար, որովհետև, չէ, մենք տեսնում ենք, որ այդ Տարակային ինքը բան է, չէ, այդերի կեղծ ձեռքբերումների վրա հենված եսի մարմնավորումն է, չէ, այսինքն ինքը ստացել էր օրհնություն, որ իրան կարող է հաղթել միայն Տեր Շիվայի որդին, որը չի կարող լինել։ Այդ որ ինքը չի կարող լինել, դա կեղծ գաղափար է։ Այդ Տարական ինքը այդ բանն է, էլի, այդ սրտի արատն է, երբ որ կենդանիակը ինքը կեղծ բաներ է ընդունում, էլի, կեղծ ենթադրություններ է ընդունում եւ հենվելով այդ ենթադրությունների վրա կեղծ արդյունքներ է ստանում, հա։
կեղծ գաղափարի վրա կեղծ արդյունք է ստանում եւ կեղծ благословение կեղծ օրնություն է ստանում, հա, եւ համապատասխան կեղծ վատ արդյունք, չէ՞, ուղղակի հակառակ արդյունքը։ Այսինքն ինչի մասին է այստեղ խոսքը, չէ՞, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ինչ ցույց տվեց առաջերտին տարակային, այսինքն Տեր Շիվան ինքը ինչ ցույց տվեց տարակային, որ այդ կեղծիկ իլյուզոր, ինչու համար, հենց Տեր Շիվան, որովհետև Տեր Շիվան ինքը ընդհանրապես նյութական աշխարհի բան չէ, ինքը տգիտության գոյավիճակի ղեկավարն է, իսկ որ ինչն է տգիտությունը, դա հենց իլյուզիան է, հասկանում եք, դա իլյուզիայի էներգիան է, երբ որ արաբցիները իրենք ասում են, որ աշխարհը ինքը գտնվում է իլյուզիայի մեջ, դա չի նշանակում, որ այս աշխարհը չկա, իլյուզիան ինքը կայանում է նրանում, որ ամեն ինչը ղեկավարում է Գերագույն Աստծո ազնվորությունը, բայց էներգիան նյութական իրան պահում է այնպես, ոնց որ թե ինքը ղեկավար չունի, այլ ինքնաղեկավարված է, այսինքն թաքցնում է ճշմարտությունը, չէ՞, հիմա այդ դրա համար է էլի, որ հենց իմինը Տեր Շիվան պիտի իրան, Տեր Շիվայի միջոցով պիտի այդ խնդիրը լուծվեր, չէ՞, ուրեմն տարական ինքը ստացել էր այդպիսի բան, օրնություն, հա, եւ Շիվան ինքը ցույց տվեց, որ այդ կենդանի էակին այդ մոլորության մեջից հանելու համար ինքը պատրաստ է դուրս գա իր հրաժարումից եւ երեխա ունենա։ Տեսեք, այստեղ եթե հիշում եք, մենք խոսեցինք նաեւ բանի մասին, չէ՞, ասեք, մենք խոսեցինք նաեւ նրա մասին, թե Կուպիդոնը ինքը ինչ ճակատագրի արժանացավ, երբ որ բան էին անում, այնպես էին ուզում դասավորեին, որ Տեր Շիվան ինքը ամուսնանար եւ երեխա ունենար, չէ՞, ինքը ինչու այրեց Կուպիդոնին, որպեսզի ինքը ցույց տա, որ այն հանգամանքը, որ ինքը դուրս կգա հրաժարման մեջից եւ երեխա կունենա, դրա հիմքը տրփանքը չի եղել, այսինքն դրա հիմքը նյութական հարաբերությունները չեն եղել, այսինքն կարծիկեայի ծնունդը դա բացարձակ տրանսցենդենտալ գործողություն էր, հա, որտեղ պիտի ծնվեր մի անձնավորություն, որը ինքը բոլոր մենակ տարակայի խնդիրը չէր էլի, շատ դեմոնների վերջը պիտի գար հենց կարծիկեայի ձեռքով, հա, այսինքն ինքը իլյուզիաները ոչնչացնող անձնավորություն էր, հասկանում եք, եւ այդպիսի անձնավորությունը ինքը կարող էր ծնվել միայն Տեր Շիվայից, եւ ինքը սկզբում ոչնչացրեց Կուպիդոնին, այսինքն տրփանք առաջացնող սկզբունքը, որպեսզի բոլորը հասկանան, որ իրա եւ Պարվատիի ամուսնությունը ինքը տրանսցենդենտալ է, որ այդտեղ ոչ մի նյութական հիմք չկա։ Հիմա, ուրեմն Կարծիկեյան։ Ինքը Կարծիկեյա անունը ցույց է տալիս տղայի ճակատագիրը, որովհետև Կարծիկեյա դա ուրեմն 6 քույրեր էին, հա, որոնք իրենք աստղային համակարգ են, աստղային համակարգ են ստեղծում, որոնք իրենք կերակրել էին Կարծիկեյային եւ մեծացրել, հա, այսինքն դա ինքը ցույց է տալիս, որ Կարծիկեյան ինքը սնվել էր տիեզերական մայրական սիրուց։ Կարծիկեյան ունի մի քանի անուն, ինչպես օրինակ ասենք Մայր Դուրգան ունի շատ անուններ, Տեր Շիվան ունի շատ անուններ, Տեր Շրի Կրիշնան ունի շատ անուններ, հա, այսինքն երբ որ իրանք տարբեր ասպեկտներ ունեն, ամեն մի ասպեկտը դա այն անունն է, որով իրեն կարելի է դիմել, չէ՞։ Հիմա եւ այդ որ իրան կերակրել են այդ 6 քույրերը, իրան շատ հաճախ անվանում են Շանմուգա, որը ինքը նշանակում է նա, ով որ ունի 6 դեմք, հա, որը ինքը ցույց է տալիս, որ Կարծիկեյան ինքը ամեն ինչ գիտեր, հա, ամեն ինչ գիտեր, ամենաթափանց էր։
Ինքը մի քանի ուրիշ անուններ էլ ունի, որը այս պահին այդքան էլ մեզ համար կարևոր չեն, հետագայում եթե պետք լինի, մենք այդ անուններին էլ կանդրադառնանք։ Հիմա, ուրեմն տեսեք, ինքը Տեր Շիվայից ծնված երեխա է, ծնվել է կրակից, հա, այսինքն ինքը ծնվել է Տեր Շիվայի սերմից, որը գցվել է կրակի մեջ։ Եվ կրակը ինքը երբ որ ինչ-որ մի բան են գցում կրակի մեջ, հատկապես սերմ, դա ընդհանրապես այդ կրակի սիլը տապասի, ոնց ասեմ, սիլը տապասի, ճգնության, հա, ճգնության այդ բանն էլի, ոսկրտող ուժի մարմնավորումն է, այդ սերմը, որի միջոցով Տեր Շիվան ինքը մաքրում է այս աշխարհը դեմոններից։ Ուրեմն տեսեք, մի կողմից Տեր Շիվան ինքը քննարկվում է որպես մի ազնվորություն, որը դեմոններից ընդունում է բան, երկրպագություն, հա, եւ միշտ տալիս է իրանց այն բաները, благословение, այն օրհնությունները, որի կարիքը այդ դեմոնները ունեն, չէ՞։ Հիմա, այսինքն կարծիքեան ինքը այդ ուժն է, որը ոչնչացնում է դեմոններին, այսինքն կենդանիակի սրտի մեջ գտնվող արատները։ Հիմա, ինքը տրանսֆորմացիայի ուժն է, հասկանում եք, եւ այդ որ ինքը տրանսֆորմացիայի ուժն է, հենց այդ սկզբունքն է, որ Տեր Շիվան ինքը ցույց տվեց, որ կարծիքեան ինքը չծնվեց տրփանքից, ինքը ծնվեց, հայերեն չգիտեմ ոնց ասեմ, հիմա ռուսերեն ասեմ էլի, ինքը ծնվեց միսիայից, հասկանում եք, թեկուզ միսիան ռուսերեն էլ չի, հասկանում եք, չէ, եւ այդ իրան դարձնում է մի ազնվորություն, որը ինքը զոհում է, որը ինքը զոհում է իր առնական բնությունը, հա, որպեսզի պաշտպանի կրոնականության դաշտը։ Իրեն սովորաբար ընկալում են որպես պատերազմի աստված, բայց իրականում ինքը, այո, ինքը շատ հզոր ռազմիկ էր, բայց իրականում ինքը դեմոնների հետ կռվում է ոչ թե հանուն բռնության, հասկանում եք, ինքը դրանց հետ կռվում է հանուն կրոնականության դաշտի մաքրության, այսինքն, ինքը հաղթեց տարակային, չէ, եւ տարակայի հաղթանակը դա նշանակում էր, որ հոգևոր ճշմարտությունը ինքը հաղթում է կեղծ բարեպաշտությունը, հա, երբ որ այդ հոգևոր ուժը ինքը առաջանում է բանից էլի, այդ վճռականությունից, որով կենդանիակը ինքը տարանջատում է կրոնականությունը անկրոնականությունից, հասկանում եք, հիմա, այսինքն կարծիքեայի մարմնում, հա, բանը, Սամբան ինքը դեմոնների հետ, այսպես էլի, անխնապայքար վարող ազնվորություն էր։ Հասկանում եք։ Եվ այն հանգամանքը, որ ինքը հաճախ նկարագրվում է որպես 6 գլուխ ունեցող, հա, դա խոսում է նրա մասին, որ ինքը ամեն ինչ ընկալում է 6 կետերում, անցյալ, ապագա, ներկա, նյութական տեսանկյունից, հոգևոր տեսանկյունից եւ պատճառների տեսանկյունից։ Եվ մենք կարողանում ենք հասկանանք, որ իրականում ինքը իր մեջ պարունակում էր այն բաներ, հասուն իմաստություն։ Հասկանում եք, որը ինքը շատ կարևոր է կենդանիակի համար, որպեսզի ինքը կարողանա ինքը իր մեջ բաներ հաղթի իր արատներին։ Այսինքն ինքը արտաքինից էր կռիվանում, բայց որպես սիմվոլ ինքը այդ ներքին պայքարի հասուն իմաստությունն է, հասկանում եք։ Հիմա, իրա բանը,
կենդանին, որը իրան տանում բերում է, շատ անսպասելի է զինվորի համար, ընդ որում մենք դեռ Բhagavatam-ում եւ նշանակում է Մահաբհարատայում շատ հաճախ կարող ենք գտնել, որ շատ հզոր զինվորները իրենք շատ տարօրինակ կենդանիների էին օգտագործում իրենց համար։ Հիմա Կարծիկեյան, որը ինքը ամբողջ տիեզերքով մեկ դեմոններին այստեղից այնտեղ քշելով, կռիվանելով, սպանելով, ոչնչացնելով էր ման գալի, իր կենդանին, որով ինքը տեղափոխվում էր այստեղից այնտեղ, Սիրամարգն է։ Ասպասելի է, չէ՞։ Նու ասվում է, որ Սիրամարգը դա բանն է, էլի, այն կենդանին է, որը ինքը կարող է թույննել վերածել գեղեցկության, հա? Եվ այ Կարծիկեյան ինքը այն սկզբունքն է, որը կենդանիակը իր ներսում գիրքը տրանսֆորմացիայի է վերածում, նրան ինչ որ մենք կոչում ենք լույս, այսինքն առաքինության, հա? Հիմա ասվում է, որ այդ Սիրամարգի պոչը, որը ինքը իրականում Սիրամարգի ամենագլխավոր արժանիքն է, հա, ինքը բաների մարմնավորում է էսթետիկ կատարելությունը եւ իշխանությունը ցանկությունների վրա։ Ասեմ, որ հետագայում մենք ձեզ հետ Տեր Կրիշնայի հետ կապված էլ Սիրամարգներին անդրադառնալու ենք, որտեղ Տեր Կրիշնան իր գլխի մեջ միշտ պահում է Սիրամարգի փետուր։ Դա իր նշանակությունը ունի եւ մենք երբ որ իրանք քննարկենք, այդ ժամանակ այդ խնդիրը կքննարկենք, հա? Այսինքն, տեսեք, արտաքինից Կարծիկեյան ինքը ծնվել էր դրա համար, որպեսզի սպանի Տարակային։ Եվ այդ բացի Տարակայից ինքը բազմաթիվ դեմոնների է ոչնչացվել, չէ՞։ Ներքինից իր նախասահմանումը նրանում էր, որպեսզի ինքը կարողանա, ինքը օգնում է կենդանիակին հաղթել կեղծքրոնականության իլյուզիան, հաղթել եսը եւ հաղթել հոգեվոր հպարտությունը։ Հասկացաք։ Հիմա ինքը երբ որ եկավ եւ դարձավ Սամբա, Տեր Կրիշնան իրեն հենց դա բանարեց, պարուչիլ հանձնարարեց, հա, որ ինքը լինի այդ հոգևոր հպարտության մարմնավորումը եւ այդ լկստված պահվածքը ցուցաբերի։ Այսինքն այն ինչի հետ որ ինքը միշտ պայքարել էր, հիմա իրան տրվել էր, որ ինքը այ ոնց որ կոպիտ ասած այդ մաշկի մեջ մի հատ լինի։ Հասկացաք, հա? Եվ իրականում այստեղ էր, որ Սամբայի մարմնի մեջ Կարծիկեյան ինքը ուսուցանում է, որ կենդանիակը ինքը ոչ թե պետք է զինվոր լինի արտաքին աշխարհի համար, երբ որ ինքը հոգևոր դաշտում է, չէ, այլ ինքը պետք է չհանձնվի տարբեր այդ բաներին, էլի, որ չհանձնվի կեղծ եսից եկած իլյուզիային, չհանձնվի կեղծ կրոնականությանը, չհանձնվի իր կեղծ եսին, չհանձնվի հոգևոր հպարտությանը, հասկանում եք, ինքը դա էր, դրանում էր Կարծիկեյայի նախասահմանումը։ Դրա հետ միասին Կարծիկեյան ինքը ամբողջ կյանքում եղել է զսպած, այսինքն ինքը չի ունեցել ընտանիք։ Հասկանում եք։ Եվ Կարծիկեյան ինքը բան էլի ընդունվում է որպես շատ հմուտ ազնվորություն ճշմարտությանը ծառայելու մեջ, չէ՞։ Եվ ուրեմն մենք տեսանք, որ արդեն վերածնվելով որպես Սամբա, Կարծիկեյան ինքը ինչ ֆունկցիա կատարեց այնտեղ եւ դա որն էր պատճառը, որ ինքը իրեն համ մի կողմից շատ հզոր էր, մյուս կողմից շատ հմայիչ էր, այսինքն այդ հզոր էր, գեղեցիկ էր, դա այդ ամեն ինչը ցույց է տալիս, թե ինչ է տալիս Աստծո կողքին լինելը։ Կամ ասենք բան հուտական աշխարհում հոգևոր ուսուցչի կողքին լինելը,
Հասկանում եք, դա շատ հրապուրելի պոզիցիա է, խարիզմայով լիքը պոզիցիա է, այսինքն ձգող պոզիցիա է, հա, հնարավորություններով տվող պոզիցիա է, բայց եթե ազնվորությունը ինքը չի խորանում այդ կողքին լինելու երևույթի խորության մեջ, ինքը դառնում է ուղղակի լկտի եւ կորցնում է հարգանքը բոլորի հանդեպ, մտածելով, որ եթե ինքը մտերիմ է Աստծուն կամ մտերիմ է հոգևոր ուսուցչին, ուրեմն իրեն ամեն ինչ կարելի է։ Հա, եւ մենք տեսնում ենք, որ սա շատ կարևոր սրտի արատ է հոգևոր կյանքի համար, որը եւ Սամբան ինքը վերցրել էր իր վրա այդ դերը եւ կատարելապես կատարել։ Եվ սա էլ ուրեմն խոսակցությունը Սամբայի մասին եւ այսօր այսքանը, հաջորդ հերոսին արդեն կքննարկենք հույսով եմ վաղը։ Իսկ այսօր ստեսություն ձեզ։